Այն, որ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Աշոտ Շահբազյանն ընտրեց զինվորականի ուղին, պատահական չէր։ Աշոտը կրում էր մի մարդու անուն, ով զոհվել էր Արցախյան ազատամարտին։ Աշոտի հայրը Կարապետ Շահբազյանը 6 հոգանոց խմբով, ավելի շուտ Շահբազյաններով, հոր եղբոր որդիների հետ միասին մեկնեց Արցախյան ազատամարտին։ 92 թվականին մեկնեցինք Շուշի ազատագրմանը։ Այդ ժամանակ 6 տղա ենք, 6 հոգով։ Շահբազյան Աշոտ, Շահբազյան Հուման։ Կարապետ Շահբազյանը շատ բան է տեսել ռազմի դաշտում, աչքի առաջ կորցրել արյունակից Շահբազյաններին, հոր եղբոր տղաներին։ 6 հոգանոց խումբը մաշվեց։ Նա միայնակ վերադարձավ, բայց հաղթանակած։ 2 որդի ունեցավ, նրանց հոր եղբոր որդիների անունները տվեց։ Որդիներին հեքիաթների փոխարեն ռազմաճակատից պատմեց, ոգեշնչեց։ Պատմում էի, լսում էին։ Իրեն ոգեշնչեց, իրանց մեջ կար այդ մեջ, այրան մեջ։ Այս ընտանիքում, այս փոքրիկ տնակում հերոս մեծացավ, համալրեց պատանի երկրապահի շարքերը, Աշոտը սիրեց հայրենի եզերքը, սիրեց իր գործը, նվիրվեց դիրքերին։ Զինվորականի տեղը դիրքերն է, եթե զինվորական, ապա առաջին գծում միայն, այսպես էր պատասխանում Աշոտ Շահբազյանը հարցին, թե ինչու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ավարտելուց հետո անգամ վիճակահանությանը չմասնակցեց եւ նախընտրեց ծառայության անցնել Ջեբրայիլում։ Ինքը այն տեսակ տեղեր կուզեր, որ հենց այնտեղ բդեղներ իսկական դիրքերը, հենց այնտեղ բդեղներ հայրենիքն որ պաշտպանում են, հենց իսկական տեղից էլի գնաց ու հետո 2 անգամ իր այդ փոխեցին տեղը, հրամանը եկավ, որ պետք է զորամասի մեջը աշխատեր, ինքը նորից հրաժարվեց, ասեց իմ տեղը դիրքերում է, ես պետք է դիրքեր լինեմ ու վերջ։ Ինքը այնտեղից ավելի ամուր կզգար իրան հայրենիքը պաշտպանելու համար, եթե կսենդրել եմ զինվորական, ուրման զինվորական տեղը դիրքերն է ու վերջ։ Ոչ մի անգամ չեմ լսել դժգոհել, ոչ մի անգամ դեռ որ հարցնում էի Աշոտ ջան, կսեի լավ էր տեղդ, ինքը կսեր մաճանկեր գերազանց, մի բանի լավ էլ։ Այդ իր մշտական խոսքն է եղել։ Բայց իր մեջ կար շատ արիություն։ Կսեի ախր Աշոտ ջան, գիտես գործիդ բնույթը հատատ գիտեմ։ Ուր եմ գնում եւ ինչի համար եմ գնում։ Միշտ կսեր ես սովորական մահով մեռնողը չեմ տալ։ Իմ մահը պետք է ամբողջ աշխարհը իմանա ու սկա։ Ու ես պետք է հասնեմ այնտեղ, որտեղ ինձ պետք էր։ Ինքը հասավ այնտեղ, որտեղ իրան պետք էր, որ հերոս աներ, բայց ինքը չտեսավ։ Ինքը իրան չտեսավ, մենք տեսանք։ Ես չէի տեսնի, որ ընկճվեր կամ մի բանում, չէի վախենա, Աշոտ ջան, դուք դիրքերը վախենալ չունեք, տատկսե, եթե վախենանք, ուրեմն պետք է չելնենք։ Կսե 2 եմբես շուն ունեմ, կսե թուրքի զինվորներ, ասկյարներից էլ են ուժեղ։ 2 հատ շատ սիրուն սիպտակ շուն ունի, շատ կա բարձանալ այդ շներով անգամ։ Կարգապահ էր, համեստ, հպաշտ իր համազգեստով։ 22 տարեկանում արդեն ավագ լեյտենանտ էր, սիրում էր իր զինվորներին, հոգատար էր բոլորի նկատմամբ։ Մայրն էլ իր հեշտին էր անընդհատ հորդորում զգույշ լինեն, հանուն զինվորի անվտանգության, հանուն նրանց մայրերի հանգստության։ Աշոտ ջան, զգույշ, Աշոտ ջան, զինվորների հետ չքնի գիշերը զգոն, միշտ զգաստ։ Իր գիտես որ երեխեքին միշտ տանը սպասող կա, ինչ որ ես եմ քեզ սպասել, դու գիտես ես ինչ քեզ եմ։ Հատկապես կապված էր տատիկի հետ, նրա հետ էր կիսում գաղտնիքները, հորդորում մորը լավ նայելով, առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի։ Աշոտին այդ հանգամանքը շատ էր անհանգստացնում։ Ինքը շատ հերոս էր, երևի չեմ պատկերացնել փոքր մարմնի մեջ այդքան հզորություն որտեղից կա, չեմ ուզել ամ, որովհետև ինքը լացել չէր սիրել։ Այդ որ եկել էր նոր օպերացիայի ժամանակ, տատսապ կողքերս կնայեմ, շատ բան կզգամ ու կհասկնամ, մամայիս ինչ որ պետք է կենես, ինչ կհասնի մամայիս կենես, չմտածես որ մամաս մենակ է, ճիշտ է,
իր հերն էլ կաշխատիր, արդական աշխատանք է գնաց է տունը, լավ իսկ եշից բայել էլի կսեմ, ես կողքերս չեմ քանդերտ է թե դոմիկի մեջ կաբրım, եղնի դոմիկ, չի խանգարը, իրանք ես դոմիկի մեջ ապրել են մաշտավարի, պայկարել են մաշտավարի, երևի հերոսացել են մաշտավարի։ Վերջին անգամ զրուցել են Աշոտի հետ մարտի 31-ին, տեղեկացրել է, որ դիրքեր է բարձրանալու, հետո այլևս տեղեկություն չստացան։ 23-ամյա Աշոտ Շահբազյանը զոհվեց Ջեբրայիլի մարտերում։ Մինչև ամսու 3-ը սպասել եմ, հետո ամսու 3-ից իրանց խաբար չունեցա, զանգեց իր հորը, Մոսկվայում էր արտագնա աշխատանք էր, ասեցի արի գնա երեխին գդի։ Իմ երեխեն կան ժամանակ չէր լռել։ Ընդեղից է, միշտ սպասել եմ լավ լուրի, ամուսինս էլ էր ասում, ես լավ լուրով կվերադառնամ։ Բայց չեղավ այդ լավ լուրը։ Հայրն արդեն Ջեբրայիլում էր իմանալու Աշոտի հերոսական սխրանքի մասին, թե ինչպես է ժամեր շարունակ հաջողությամբ կռիվ մղել հակառակորդի դեմ, ընկել հերոսի մահով։ Աշոտի հայրը չի համարում, որ բանավոր հրադադարը ճիշտ որոշում էր, թեև իր որդուն է կորցրել, սակայն գտնում է, որ հարցի լուծումը մեկընդմիշտ հակառակորդին ուժեղ հակահարված հասցնելն է։ Այլ լեզու թշնամին չի հասկանում բացի ուժի ցուցադրումից։ Չեն խաղաղության հետևից սպասենք ինչ-որ մեկը մեզ պետք է օգնի, այլ մենք պատասխանարված պետք է տանք։ Նա հետ է մեզ պետք է։ Ինչ ենք վազել։ Ես իմ ուղում հետևից որ խաղացում ենք, պաշտպանում ենք, բայց իրանք մեզ կկրագեն, խփենք, անընդհատ կրագոցները կա, այդ։ Մենք պատասխանարված դուր լրվեցու, զենքը վար պետք է չտնենք, պատրաստ եմ ես, ցանկացած բան։ Սակայն հորդորը մեկն է, որ անկախ այն հանգամանքից, որ անգամ չգնահատված տնակում ապրող ազատամարտիկն իր որդու հետ պատրաստ է գնալ առաջնագից, իշխանությունները չօգտվեն առիթից, այլ ժամանակն օգտագործեն, բանակը վերազինելու, հզորացնելու ուղղությամբ միայն։ Չկնացան զինվի, չկնացան մի բան ստեղծե, սոցիալական պայմանները ոչինչով չէր բավարարում ժողովրդին, բայց շոտակ մարդիկ ելան, կառնան էլի գնացին, էլի Տեստանք, որպես փորը տարեք երել ես 20 տարվա մեջ, բերեն դրեն տեղը, զինվինք, հավասար պայմաններում օրեղնի, հայ ժողովուրդը միշտ կկաղնի։ Վերդում դեմը պետք է վերջը առնեսվի, մեկն պետք է մտածես երկրի մասին։